Լինեք օրհնված Տիրոջ սիրելի զավակներ, գործով գնացել ենք մեր Ահարոն աղբորտուն մի 3 օր առաջ, որպեսզի Իսահակին տենանք, ու ընենց կարոտ էր մոտս, ասի գալու եմ աղբերներից տենամ անպայման, ու եկա անկեղծ եմ ասում փառք Հիսուսին, այս միաբանության մեջ Տիրոջ սերն է։ Հիմա կուզեմ մի փոքր խոսքով կիսվեմ, անկեղծ ասած այսօր եկել էի, ուզում էի ուղղակի զուր տենայի վայելեի, բայց փառք Հիսուսին, որ Տերը արժանացրեց այս պատվին, որ նաև իմ խոսքով բաժնեկցվեմ, կարճ կխոսեմ, ուզում եմ համարները չեմ կարդա, համարները կասեմ դու գնայեք։ Մատթեոս ավետարան 8-րդ գլխում 23-րդ համարից երբ որ նայում ենք, խոսում է ծովի փոթորիկի, ծովի ալիքների մասին, երբ որ աշակերտները մի նավի մեջ էին, եւ մեծ փոթորիկ սկսվեց, փոթորիկի ժամանակ աշակերտները խառնվեցին իրար, սկսեցին իրանց կորցնել, ելք էին փնտրում եւ ելք չկար, եւ երևի երբ որ իրանց հույսերը վերջացավ, որոշեցին մոտենալ Հիսուսին։ Երևակայ մեր կյանքերի մեջ էլ է այս ձև, որ երբ որ դժվարություններ է սկսում, սկզբից փորձում ենք մեր տարբերակներն օգտագործենք, եւ երբ որ մեր տարբերակները մեզ չի օգնում, վերջում նոր արդեն ասում ենք մի հատ է Տիրոջը հարցնենք։ Երևակայ նորմալ երևույթ է այսօր շատ շատերիս համար, ինչևէ, բայց դրա մեջ չմտնենք, չհարատևենք։ Նայեք, ալիքները շարժեցին նավը եւ վախեցրին աշակերտներին, բայց ոչ Հիսուսին։ Մյուս բանը, երբ որ նայում ենք, Հիսուսի քնած վիճակը ոչ թե ուղղակի ինքը քնել էր, այլ խորհուրդներ խաղաղության, այս անխաղաղ վիճակի մեջ։ Շատ ժամանակ մենք մեզ կորցնում ենք նրա համար, որովհետև մեր աչքերը հեռացնում ենք կենտրոնից, մեր Տիրոջից, մեր Փրկչից, մեր հոգու սիրածից։ Եվ դա պատճառ է լինում, որպեսզի մեր խաղաղությունը փոխենք անխաղաղության հետ։ Մյուս կետը, որ կուզեմ նայենք, ինչն էր վախեցնում աշակերտներին։ Ալիքները։ Նայեք, երբ որ Հիսուսը ելավ քնից, չխոսեց այն բանի դեմ, ինչը որ վախեցնում էր աշակերտներին, այլ խոսեց նրա դեմ, ինչը որ դրդել էր ալիքներին բորբոքվելու։ Գիտեք, մեր կյանքերը սրա նման է։ Ասենք ինչ որ մեկի տունը կա աշխարհիկ ամուսին, որդի, եղբայր, վերջը, որ խմելու հետ սեր ունի կամ վերջը, հայհոյում է, ինչ որ մի բան անում է, որ վերից չի, հաճելի չի, եւ մենք սկսում ենք խոսալ գինու դեմ, արաղի դեմ, սկսում ենք խոսել ծխելու դեմ, հայհոյանքի դեմ, բայց Հիսուսը ստե մեզ ուրիշ դաս է տալիս։ Մենք խոսում ենք երևույթի դեմ, բայց Տերը չխոսեց երևույթի դեմ։ Տերը խոսեց երևույթին դրդող ուժի դեմ, քամու դեմ խոսեց։ Նայեք, սաստեց քամուն եւ ալիքները խաղաղվեց։ Եվ այսօր շատ կարեւոր է, որ երբ որ քո տան մեջ, քո հարազատի մեջ, նույնիսկ հնարավոր է քո մեջ ինչ որ մի բան տենում ես, ոչ թե ուղղակի հենց խոսես սրա դեմ, այլ որտեղ է դրա ակունքը, գտնես ակունքը։ Եթե այգուդ մեջ փուշ է աճում, ինչքան ուզում ես այս փուշը կտրի, ամեն տարի ինքը աճելու է, մինչև արմատից չհանես։ Այսինքն շատ կարևոր է, որ արմատի դեմ դուրս գաս։ Եվ կուզեմ հաջորդ բանը նայենք։ Ուզում եմ նայենք, որ խաբուսի կա երևույթը։ Մատթեոս ավետարան 14-րդ գլխում տեսնում ենք հաջորդ բանը ծովի հետ կապված, երբ որ Հիսուսը ծովի վրա քայլելով գալիս էր, Պետրոսը ինչ ասեց, ասեց Տեր, եթե դու ես, ասա ես էլ գամ քեզ մոտ։ Տերը ասեց, եկ։ Պետրոսը ելավ, հավատքով սկսեց եւ քայլում էր դեպի Աստված, դեպի իր նշանակետը, որտեղ հենց այս պահին ինք Աստվածակենտրոն էր, եւ մի պահ հասկացավ, որ ոչ թե ջրերի վրա է, այլ տակ է։ Ինչի համար պատմությունը մեզ ասում է, որ
երբ որ ուղղությունը շեղեց Հիսուսից, նայեց եկող ալիքներին, ընկղմվեց։ Գիտեք, սա չի նշանակում, որ այս ժամանակ, երբ որ ինքը քայլում էր, այս ալիքները չկար, էլի կար։ Այն չի, որ այս պահին մի հատիկ ալիք բարձրացավ ու իրան վախացրեց։ Բայց այն ալիքների ժամանակ ինքը նայում էր Տիրոջը, եւ երբ որ իր ուշադրությունը շեղեց Տիրոջից եւ նայեց ալիքին, դա եղավ միջոցը, որպես ինքը ընկղմվի։ Մեր կյանքերի նման է։ Տիրոջը գնալու ժամանակ պահ է գալիս, որ ինչ որ մի երևույթ մեզ շեղում է։ Բայց գիտեք, ինքը մեզ չի ստիպում երևույթը, ինքը գայթակղիչ է։ Եվ երբ որ մենք նայում ենք երևույթին, կորցնում ենք Հիսուսի ներկայությունը, տեղի է ունենում նույն Պետրոսի պատմությունը։ Նայեք, Պետրոսը երբ որ սկսվեց խեղդել, Հիսուսը իր ձեռը չտվեց։ Թողեց մնա այնքան ժամանակ, մինչև որ ինքը խնդրեց, Տեր օգնիր։ Հնարավոր է կյանքիդ մեջ գա մի պահ, որ ես նեղության մեջ սկսես հարատևել ու սպասես, որ Տերը քեզ հանի չի հանելու։ Պահելու է, որ չմեռնես։ Բայց թողալու է այնքան ցավը տեղը նեղի, որ գոռաս ասես ինձ ազատի եւ նոր ձեռքը տա։ Եվ ինքը երբ նկատեց Հիսուսին, երբ որ գլուխը վեր բարձրացրեց եւ տեսավ, որ այն ինչը որ իրան ծածկել է, այն ինչը որ իրան ուզում է սպանի, Հիսուսը կանգնած է հենց նրա վրա։ Այսօր Տերը կանգնած է ամեն ինչի վրա։ Ոչ թե ստեղծված իրավիճակը պետք է իշխի քո վրա, այլ Տերը պետք է իշխի ստեղծված իրավիճակի վրա։ Ինչևէ, Պետրոսն աղաղակեց, Տեր, դուր ձեռքդ, փրկիր ինձ, խնդրեց, Տերը իրան վեր հանեց։ Եվ նայեք, ինքը Տիրոջ հետ կանգնեց այն ջրերի վրա, որ վարկյաններ առաջ դրա տակ էր։ Եվ մյուս բանը, որ ուզում եմ նայենք, իրանք մինչև հասան նավակ, քայլում են այս ջրերի վրայով, եւ ես մտածում եմ, որ իրար գրկած, իրար հետ խոսալուս, եւ Տերն ասում էր, Տեր ավատ, ինչի վախեցիր։ Իրար հետ խոսում են եւ իր սերն էր արտահայտում Տիրոջը։ Գիտես, եթե նեղության մեջ ես, ուղղակի վեր նայ։ Ես իմ կյանքից մի փոքր բան եմ ուզում մեջբերեմ ու ավարտեմ։ Երբ որ նարկոտիկ էի օգտագործում, ձեզ սրա մասին ես վկայել եմ։ Եկավ մի պահ, որ ոտքս սկսեց փթել։ Վերք երևե եւ չէր լավանում, շատ վատ էր վիճակս։ Ես ինձանից զզվում էի։ Եվ դա մնաց այնքան, մինչև որ ես Պետրոսի նման ուղակի կանչեցի Տիրոջը, իհարկե սկսեցի իրան ճանաչել, եւ այն ինչ որ բժիշկներն ինձ ասել էին, որ անհնար է, ասել էին, որ 6 ամիսը մեկ պետքա գաս պրոցեսը կանգնացնենք, սրսկենք դանդաղ մահանաս։ Տերը խաչ քաշեց այդ որոշման վրա եւ ասեց ես եմ որոշողը։ Բուժեց ու վեր հանեց։ Որտեղ վեր հանայեցի, խնդրեցի, աղաչեցի, ես անարժան ես եւ Տերը իր ողորմությունը արեց։ Տերը թող օրհնի ձեզ, օրհնված եղեք։